Ռոբերտ Քոչարյանը թող նախ կարողանա Հայաստան խմբակցությունը ղեկավարի, նա չի կարողանում ղեկավարել եւ ակնհայտ է, որ Հայաստան խմբակցությունը չի ղեկավարվում իր կողմից, այնտեղ Դաշնակցությունը վերցրել է իշխանությունը եւ մնացածը ուղղակի սատելիտ են եւ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարելու մասին թող չխոսի, որովհետեւ ես հասկանում եմ հիմա շատ մարդիկ մոռացել են Ռոբերտ Քոչարյանը իր ղեկավարման տարիներին ինչեր է արել, բայց ասենք ով Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի, Քոչարյանը այլ բան ունի անհանգստանալու, հաջորդ պարլամենտական ընտրություններին ինքը հատելու է շեմը Դաշնակցության հետ եւ հայտնելու է պարլամենտում թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու իմ տվյալներով, իմ ինֆորմացիայով միանշանակ այդ խնդիրը ինքը ունի եւ այն ռեսուրսը, որ այն ընդդիմադիր Հայաստանի Հանրապետություն կան ինչ-որ մարդիկ, որոնք ընտրում են իշխանություն եւ կան մարդիկ, որոնք ընտրում են ընդդիմություն, հա 2021 թվականին 21%, եթե չեմ սխալվում, ընտրեց Ռոբերտ Քոչարյանին եւ Հայաստան Դաշինքը, այսօր ակնհայտ է, որ հաջորդ գալիք ընտրություններին այդ 21%-ի առյուծի բաժինը այլևս Քոչարյանին ձայն չի տալու եւ իր ձայնը տալու է այլ ընդդիմադիր կուսակցությանը եւ սրա մասին Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի, դրա համար ասուլիս է տալիս եւ իրեն առաջարկում է որպես վարչապետի տեխնացու, չեմ բացառում, որ իր անձի շուրջ էր, որ խոսում է անձը նայենք ռեյտինգը եւ այլը, ինքը կարող է եւ տենց հավակնություններ ունենա, բայց ինքը պարլամենտ անցնելու խնդիր ունի, հələ թող նա դրանով զբաղվի, նոր տեսեք, ես այնուամենայնիվ ինչ-որ քաղաքական գիտելիքներ ունեմ, չէ, ինֆորմացիա ունեմ, ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողիկ շեմը, որոնցից երկուսը ակնհայտ կամ չեն հատելու, կամ դժվարությամբ են հատելու, այսինքն լինելու է մի հատ մեծ որևիցե ուժ, դա արդեն ընտրարշավը ցույց կտա, կարծում եմ, որ կամ այս նոր ստեղծված մեր ձևով տարբերակն է, կամ Ծառուկյանի տարբերակն է, իրանք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար, Քոչարյանը, որտեղ իրանք երկուսն է ձայն են տանելու եւ ձայն են տարել Հայաստան Դաշինքի այդ, այսպես ասած, ընտրազանգվածից, իրանք են իրար հետ մրցելու, թե ով առաջի տեղը կգրավի, իսկ Հայաստան Դաշինքը իր Ռոբերտ Քոչարյանով պետք է մրցի բանաստի։